Եթե դուք կհիշեք, մենք 2-3 տարի առաջ միասին զրուցում էինք, ես ձեզ ասում էի, որ Նիկոլը ոչ միայն Արցախի հանրապետությունը Թուրքին հանձնելու հանձնառությունն է ստանձնել, այլ նաև էթնիկ զտման եւ ցեղասպանություն իրականացնելու հնարավորությունն է տալու Թուրքին ու Ադրբեջանցուն։ Ինչ ինքը արեց 2023 թվականին, երբ որ Արցախը հայաթափվում էր։ Ինքը կհիշեք, որ ուղիղ եթերով հայտարարեց, որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում, այդ նույն թեզը օգտագործում էին նաև միջազգային հանրության շրջանում ադրբեջանցիները կեղծ տեղեկություններ տարածելու համար, այսինքն հենվում էին Նիկոլի ասածների վրա, այնտեղ իրականացնելով ցեղասպանություն, պարտակումն էլ իրականացնում էր այստեղ Նիկոլ Փաշինյանը։ Այսպիսին է եղել իր անսահման ատելությունը հայ ժողովրդի նկատմամբ, Արցախահայերի նկատմամբ առավել եւս, որովհետեւ հայ ժողովրդի հաղթանակի եւ այդ հաղթանակած կամքի ձևավորումը հենց Արցախն է եղել, Արցախի հանրապետության ստեղծմամբ։ Ինքը տանել չի կարողանում հայ ժողովրդին, ատում է Նիկոլը հայերին, որովհետեւ թուրք-ադրբեջանական տանդեմի կոկորդին կանգնած է հայկական պետականությունը, հայ ժողովրդի ինքնությունը, հայ ժողովրդի անկախությունը ստեղծելու եւ պահելու երկու հայկական պետություն։ Եկել է այդ ամեն ինչը քանդելու, այդ ամեն ինչը վերացնելու համար։ Բունկերներից միշտ ինքն է հայ ժողովրդի նկատմամբ ինչ-որ փաստաթղթեր ստորագրել հայ ժողովրդի իրավունքների նկատմամբ ոտնահարումներ իրականացնելու համար։ Փախել է միշտ ինքը զանգվածային անկարգություններ կազմակերպելուց եւ հետո ահաբեկչական գործողություններ իրականացնելուց հետո։ Այն ինչ ինքը խոսում է իր բառերով ասած էլիտայի նկատմամբ, ես երեկ եմ առիթ ունեցել ասելու էլիտայի լավագույն հատվածին իր դավադիր պատերազմով տերերի հետ միասին իր թուրք-ադրբեջանական հանձնել է Արցախյան ու Հայաստանյան հողին, մի հատվածին ուղարկել Ադրբեջան, Բաքու, տանջամահ լինելու եւ խոշտանգվելու։ Այն մարդիկ, ովքեր այսօր Հայաստանում են, էլի Նիկոլ Փաշինյանին ի հեճուկ են, որովհետեւ ինքը չի ցանկանում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի հայերի պետություն, հայկական ինքնության նպատակների, սկզբունքների, առավել եւս սահմանադրության նախաբանի մեջ ամրագրված հայրենիքի սրբազան պատգամի գիտակցմամբ։ Պետականության հետ կոնֆլիկտի մեջ է հենց այդ ձեր ասած պատգամը։ Նիկոլն է կոնֆլիկտի մեջ հայ ժողովրդի հետ։ Նիկոլը կոնֆլիկտի մեջ է Հայաստանի Հանրապետության հետ։ Ինքը պետք է ամեն ինչ անի, որ մեր ինքնությունը վերջնահատակ քայքայի եւ քանդի։ Ինքը ամեն ինչի պատրաստ է։ Վերջին շրջանում արդեն ակնհայտ եւ բացահայտ ատելությամբ մի կողմից էլ ասելու, որ հանգիստ վերընկեք տեղներս, որովհետեւ այն վախը, որ ինքը սփռում է իր հեղինակազրկված իրավապահներով, դրսից էլ թուրքերին մեր վրա բերելու սպառնալիքով, այս ամեն ինչի արդյունքում էլ հույս ունի, որ պիտի շարունակի այստեղ իշխանավարությունը։ Հույսերը կարդարանան։ Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ես ցավում եմ, բայց այո, որովհետև իր նկատմամբ համարժեք դիմադրություն չի իրականացվում։ Շատ մարդիկ փորձում են Նիկոլին ներկայացնել որպես քաղաքական ապիկար կամ դարձնել քաղաքականությամբ հետաքրքրվող կամ քաղաքականությամբ զբաղվող ինչ-որ մեկը։ Նիկոլը քաղաքական գործիչ չի։ Ես խորհուրդ եմ տալիս բոլոր ընդդիմադիրներին, մարդկանց, ովքեր իրականում հասկանում են, թե Նիկոլը ինչ կարգի ծառայություններ է մատուցել եւ մատուցում թուրքերի համար, հանուն թուրքերի այդ Էրդողանի գիրքը գրկելու տեսարանն էլ բեմադրելով, ուղղակի հասկանան, որ Նիկոլը քաղաքական գործիչ չի եւ քաղաքական process-ները իր հետ չեն տանում ընտրական օրենսգրքի տրամաբանության մեջ։ Ինքը երբեք ընտրական օրենսգիրքը չի հարգել, այդ ընտրական օրենսդրության որևէ նորմ պահպանված չի։ Եկեք շատ հեռու չգնանք։ Վերջին 2 շաբաթը մենք ինչ ենք տեսնում։ Օրինակ, երեխաների ներգրավումը Նիկոլի քարոզարշավների, Նիկոլի ռոլիկներ նկարելու։ Այս երկրում կա երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույց։ Դե պիտի լինեին, ինչ որ բաներ էին խոսում, չէ՞ որ երեխաների լավագույն շահից չի բխում, որ օրինակ ընդդիմադիրների ցույցերի ժամանակ մի երեխա էին տեսնում անչափած, որը ընդհանրապես Հայաստանի Հանրապետության դրոշը գրկին մաներ գալիս, ասում են ոնց կարելի է այս երեխային օգտագործել։ Հիմա Նիկոլը կարա գնա այդ երեխային քարոզչության եւ հակահայկական քարոզչության մեջ ներգրավի, չգիտես ինչի, չկա որևէ իրավական գնահատական։ Մարդը կարա մեկին աշխատանքի ընդունելու, մեկից աշխատանքին ազատելու, երրորդի համար աշխատանք գտնելու, ինչ որ հնարավորություններ ստեղծի, մանգա կամ հանձնարարականներ տա, թե ինչ կլինի ընտրություններից հետո լավ կլինի, թե չէ։ Չգիտես ինչի, սրանք քարոզչական խոստումներ չեն դիտարկվում որպես
քարոզչության արդեն գործող ուժի մեջ մտած օրենքների եւ օրենսդրության խախտում։ Իհարկե, այս ամեն ինչը տեսնելով ակնհայտ է, որ անելու է ցանկացած բան Վահագն Հովակիմյանի հետ մի կողմից, Վահագն Խաչատուրյանի հետ մյուս կողմից կեղծելու առաջիկա ցանկացած քաղաքական process, եթե չլինի դիմադրություն։ Ադիգի Մկրտչյան, չգիտեմ այդ հարցին անդրադարձել եք թե ոչ, բայց կարծեմ դեռ քարոզչությունը չի մեկնարկել, բայց տեսնում ենք, որ ԿՊԱ-կանները իրենց ուրախ ավտոբուսով գնում են գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, այսպես մրցակցային առումով օրենքի տեսանկյունից արդար է։ Ինչ օրենքի մասին մենք կարող ենք խոսել։ Մարդիկ ինչ ցանկանում են, դա էլ անում են։ Կա հիմա ընտրական օրենսգիրքով արդեն նախատեսված որոշակի նորմեր, որոնք այս պայդրությամբ գործում են։ Խոստումների արգելքը, բարեգործության արգելքը, դուք տեսել եք մարդու ուղի եթերով, ասում է գործի կընդունեմ, գործի չեմ ընդունի, այս ինչ մի բանը ստեղ կսարքեն, այս ինչ թվին կսարքեն, 27 թվին պետք է ընտրվեմ, որ 27 թվին սա սարքեն։ Այս սրանք ոչ մի չի նկատում, որևէ կերպ սրանք քրեա իրավական գնահատականի չեն արժանանում, ժամանակի ինչ-որ մոնիտորինգների իրենց հասարակական կազմակերպություններ, հռչակածները, որոնք բացառապես իբր անկաշկանդ եւ անկաշառ մոնիտորինգով էին զբաղված, չեն խոսում այս ամեն ինչի մասին, այսպիսի մթնոլորտում էլ ընթանալու է։ Այսինքն մարդը եթե կարողացել է 5000 մարդ սպանի, դրանից հետո պատասխանատվության մասին ինքը չի մտածում, կարողացել է 42000 քառակուսի կիլոմետր հայրենիքից թողի, ինչ թիվ են ասում, ես մոտ վախենում եմ այդ թիվը ասեմ, որտեղ 29700 չգիտես ինչքան է կանգնելու վերջում։ Այդ իրանց համար տենց ժամանակի ընթացքում է, էլի, որ վերջում այդ երկաթի, դա հենց այսօրվա դրությամբ։ Այդ երկաթի կտորն էլ որ կպցրել են իրանց վրա ու փորձում են մեզ որպես դա բան, բացառիկ երջանկություն մատուցել, որ այ գիտեք ինչ, այսքանը ձեզնից թողել ենք հələ։